Թանկագիրներս, Տերը օրհնի ձեզ, ինչպե՞ս եք, Աստված շատ օրհնի ձեզ, սպասենք մի քանի րոպե, մինչև հավաքվեն մեր ժողովուրդը, Հալելույա, փառք Տիրոջս, փառք Հիսուսիս, կուզեմ երգել ժողովուրդ, Տերը օրհնի անջան, իմ մոտ մի քիչ խնդիրներ ա տալիս ժողովուրդ, անգամ այդ որ գրում եք չեմ կարողանում կարդալ, դրա համար ասեցի WhatsApp-ով գրեք, որովհետև վերջում է դրանք ձայնագրվում, ահա, Աստված օրհնի, Աննա ջան, Աստված օրհնի, սիրելիներս, ուզում եմ երգել, այդ ընթացքում մինչև կհավաքվենք, ես երկու երգ կերգեմ, հալելույա, շատ շոքա ժողովուրդ, վենտիլյատոր չեմ միացնում, որ ձայնը չխանգարի, բայց ոչինչ, Տերը օրհնի Աննաս, Տերը օրհնի, ես էլ օրհնում եմ ձեզ, բոլորին ովքեր միացել են, փառք Տիրոջս, իջիր արքա հզոր, հին երգերից է, հին երգարանի մեջ, չգիտեմ նորերում կա թե չէ, բայց հին երգարանները միշտ իմ մոտ է և շատ սիրում եմ, իջիր արքա հզոր, երգենք, որպեսզի Տիրոջ ներկայությունը իջնի մեր խմբում, հալելույա, իջիր արքա հզոր, անունդ փառավոր, դուր որ գովենք, ամենատես եղող, ամեն տեղ միշտ թաղթող, եղիր մեզ վրա տիրող, քեզ կաղաչենք, իջիր Հիսուս փրկիչ, եղիր մեզ պահպանիչ, մեզ միշտ օգնե, քու օգնությունդ մենք, մեզի բարիս բնենք, քու վրատ մեր հույս դնենք, Տեր մեզ լսե, իջիր ով Սուրբ Հոգի, և հիմա դուր մեզի վկայություն, թե Տեր մեզ կսիրես, մեր սիրտն ալ դուն տիրե, մի հեռանար մեզ մեր հոգի սիրուն, ով դու եռյակ և մի մեծ
Փառք Հիսուսիս, Տեր օրհնի ձեզ, թանկագին քուրերս, եղբայրներս, մի հատ էլ երգեմ։ Այս երգը հրավեր էր Տիրոջը, իջիր արքահզոր, որպեսի Տերը մեր մեջ լինի։ Մի հատ էլ երգեմ, համել այդ ընթացքում ժողովուրդը կհավաքվի փառք Տիրոջս։ Հալելույա։ Սրտիս մեջ կա անուշ երգ մայսօր, դարձյալ հին երգերից է։ Սրտիս մեջ կա անուշ երգ մայսօր, ուրախ կառնեմ իմ քայլերս բոլոր, գտած եմ մի բարեկամ, որ առանձին չմնամ, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, այս է երգս կյանքիս օրերը բոլոր, չարեն ինչու ալվախնամ, Տերն ինձի մոտ երբ գիտնամ, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, այս է երգս կյանքիս օրերը բոլոր, չարեն ինչու ալվախնամ, Տերն ինձի մոտ երբ գիտնամ, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր։ Վստահությամբ ես հիմա երգեմ, հալելույա, իր ճամփաներն արդար են գիտեմ, ալ ես մենակ չեմ քալեր, զիտեր կյանքիս է ընկեր, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, այս է երգս կյանքիս օրերը բոլոր, չարեն ինչու ալվախնամ, Տերն ինձի մոտ երբ գիտնամ, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, իր շնորհքով պիտ հաղթանակ շահի, իր զորությամբ հաստատուն կայնիմ, փորձություն երբ հարձակվին, փրկչի սանվամբ պարտվին, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր, այս է երգս կյանքիս օրերը բոլոր, չարեն ինչու ալվախնամ, Տերն ինձի մոտ երբ գիտնամ, խոստացած է իմ հետ սլալ ամեն օր։ Հալելույա, փառք Տիրոջը, ինքը խոստացել է, որ մեր հետ է ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Թանկագիններս, իմ ամենասիրած համարը իհարկե բոլոր համարներն էլ գանձեր են, բայց Մատթեոս ավետարանի վերջի գլուխ, վերջի խոսք, եւ ահա ես ձեզ հետ եմ ամեն օր, մինչև աշխարհի վերջը։ Ինչից վախենանք, երբ ամեն օրվա մեջ Հիսուսը ասում է ես ձեր հետ եմ։ Հալելույա։ Ժողովուրդ ջան, ինձ թվում է այս իմ հովանոցը ճիշտ ասած վենտիլյատոր չեմ միացրել այդ իր ձայների համար, որ չխանգարի, բայց երբեմն էսպես հով անեմ, որտեվ կուխնյայում եմ, ոչ կոնդիցիոներ կա, վենտիլյատորն էլ անջատել եմ, որ ձայնը չխանգարի, ինձ թվում է այսպես, որ երբեմն հովացնեմ, Հիսուսի ուրեմն աշակերտները հասարակ մարդիկ էին, հա, ոչինչ որ մենք էլ հասարակ լինենք, ժողովուրդ ջան։ Տեր օրհնի ձեզ, օրհնում եմ բոլորին, ներկա բացակա, ովքեր այս պահին միացած են, ովքեր հետո կլսեն ձայնագրությունը, օրհնյալ լինեք դուք, ժողովուրդ, այսօրվա թեման, որ պատրաստել եմ աղոթքով, ես միշտ աղոթում եմ, ես չեմ ուզում, որ մարդկային թեմա լինի, մարդկային ուղեղից, միշտ ասում եմ Տեր, դու ինձ տուր թեմա, որպեսզի ես խոսեմ, որովհետև ես միշտ դեմ եմ շնչավոր քարոզներին, եւ Տերը տվեց թեմա, հալելույա, կուզեմ մի հատ կարճ աղոթել եւ շարունակել խոսքը, փառք Հիսուսին։ Հալելույա, փառք ես Տեր,
Գոհանում եմ քեզանից Տեր այս հնարավորության համար, որ կապնվել ենք Տեր, որ քո անունդ ենք կանչում, որ օրհնում ես Տեր, որ օգտագործում ես Տեր, դու գիտես, ես ամեն անգամ ասում եմ, ես չեմ ուզում շնչավոր քարոզներ, ես ուզում եմ հոգուց վերցնեմ եւ տամ քո ժողովրդին, հալելույա, դու էլ դրեցիր խոսքը, բարձրյալ Աստված, օրհնիր իմ շուրթերը ընթացքը լսողներին Տեր, եւ ամեն ինչում թող օրհնվի քո անունը, ամեն, փառք Տիրոջս, ժողովուրդ այսօրվա թեման լեզուն է, լեզվի մասին պետքա խոսենք, օй այդ լեզուն, ինչեր ասես չի անում, այսօր կակրազ YouTube-ում փոքրիկ այդ վիդեո շորտ տարբերակներ է, ուրեմն ինքը տևում է 2-3 րոպե, վիդեո եմ ներբեռնել, բժշկության մասին Տիրոջ խոսքն եմ խոսում, որ երբեմն այսպես խոսում եմ, ասում եմ հալելույա, մեկը տակը գրել է ինչն է հալելու, լեզույա, չէ, պտի կծի, ինքը իրան լավ զգա, հա, ինչն է հալելու, ես էլ ինչ չկորցրեցի, գրեցի քո սիրտը, Աստծո առաջ կհալվի, ժողովուրդ ջան, տեսեք, բարի բան ենք անում, հա, աշխարհը ոնց է, ասենք, օգտագործում բոլոր սայթերը մեղքը պղծությունը տարածելու համար, մենք էլ տարածում ենք մեր Տիրոջ խոսքը, թեկուզ փոքրիկ 2-3 րոպե անոց ասենք այդ վիդեո տարբերակներով, մեկը պիտի խայթեն, որ իրանց լավ զգան, ինչն է հալելու, ասեցի քո սիրտը, Աստծո առաջ հալվելույա, գիտեք թանկագիններս, Տիրոջ օծյալներին մի կպեք, Աստծո խոսքը ասում է իմ օծյալներին մի կպեք, հա դուք կարող ա տենց, ոնց են ասում, ձեր պահով մտածում եք հա էլի ինչ-որ բան ասեցիք, սրամիտ մի բան, բայց չի կարելի, այն ինչ-որ արվում է Աստծո համար, դա Աստծո համար է, եւ այն ինչ որ դուք ասում եք ինձ, դա ասում եք Աստծուն, զգուշ եղեք, այսքան ժամանակ չի եղել այտենց մարդ, որ Աստծուն ծաղրի կամ Աստծո զավակին եւ լավ վերջանա, Տեր օրհնի ձեզ, ամեն դեպքում ես ձեզ օրհնում եմ Հիսուսի անունով, ժողովուրդ, բայց այս լեզուն, կակրազ այսօր լեզվի մասին եմ խոսալու, շատ չարություններ է անում, ժողովուրդ շատ չարություններ է անում, մի օր էլ այդպես մեկը մեր խմբի համար ասեց էդի մանկապարտեզ է, ցածրացնելու համար էլի, հա իբր ինչ եք մանկապարտեզ է, ասեցի փառք Տիրոջը գրված է մինչև երեխեքի նման չլինեք, չեք մտնի երկնքի արքայություն, տակ չմնացի էլի, Շատերը պատկերացնում են հավատացյալները սենց վզները ծուռ, չէ ժողովուրդ, մեր հայրը Հուդայի ցեղի առույցն է, մի խեղճացեք մարդկանց առաջին, եթե մենք մանկապարտեզ ենք, դու ինչ գործ ունես այդ մանկապարտեզում, եթե ցածրացնելու համար ես ասում փառք Տիրոջս, Տերը ասեց մինչև մանուկ չդառնաք, չեք մտնի երկինք, Հալելույա, փառք Տիրոջը, ժողովուրդ եկեք բացենք Հակոբոսի թուղթը, լեզվի մասին մեր աղբերը շատ լավ խոսում է, Հակոբոս 3-րդ գլուխ, 5 խոսքից ուզում եմ կարդալ, Այնպես էլ լեզուն մի փոքր անդամ է, բայց մեծ բաներ է խոսում, տես մի փոքր կրակը որքան բան է վառում, լեզուն էլ կրակ է, այդ անիրավության աշխարհը, այսպես է լեզուն դրված մեր անդամների մեջ, որ նա բոլոր մարմինը ապականում է և կրակով վառում մեր գոյության անիվը, և ինքը գեհենից է բռնկվում, լեզուն գեհենից է բռնկվում, ժողովուրդ, որովհետև գազանների և թռչունների և սողունների և ծովում լինողների բոլոր բնությունը նվաճվում է մարդկային բնությունից,
բայց մարդկանց լեզուն ոչով կարող չէ նվաճել, մի անզուսպ չար է, լցված մահաբեր թույնով, նրանով օրհնում ենք Աստծուն և Հայրը և նրանով անիծում մարդկանց, որ Աստծո պատկերով են ստեղծված։ Միևնույն բերանից դուրս են գալիս օրհնություններ և անեծք, պետք չէ եղբայրներ, որ սա այսպես լինի։ Ժողովուրդ, գրված է նաև, նա ով կարողանում է իր լեզուն սանձի, նա կատարյալ մարդ է, եթե որ կարողանա իր լեզուն սանձի։ Դրա համար շատ կարևոր է, որ այս լեզուն սանձվի, ժողովուրդ։ Այնքան հեշտ է խոցել, խայթել, կծել, հա։ Մի քիչ էլ մեր հայկական ոնց որ ժողովրդի մեջ կա այդ կծելու, ցավեցնելու, հա, սովորությունը։ Բայց հիշեք այն ինչ որ դուք անում եք, էդի ձեզ է վերադառնալու 10 անգամ ավելի մեծացած։ Մի արեք այտենց բան, սիրելիներս, չի կարելի։ Նշեք ձեր մոտ, կարող եք հետո էլ կարդալ Հակոբոս 3-5 խոսքից կարդալով գնացեք։ Առաքյալը շատ լավ լեզվի մասին խոսում է։ Գիտեք, ժողովրդական խոսք կա, հա, ասում է թրի կտրածը լավանում է, բայց լեզվի կտրածը, լեզվի խոցածը չի լավանում։ Իզուր չի, որ այս խոսքը ասել են ժողովուրդ։ Լեզուն ինքը անդամ է, որը ցույց է տալիս ներսը։ Եթե քո ներսը դժոխք է, դու այդ դժոխքը պետքա թափես մարդկանց վրա։ Խայթես, վիրավորես, ցավեցնես, որտեվ այնտեղ ցավ ու ուրեմն վատ բաներ է ներսը, բայց եթե որ քո ներսը երկնքի արքայություն է, ուրեմն Սուրբ Հոգու պտուղներից մեկը քաղցրություն է, այնտեղից քաղցրություն է բխում, քո հետ հանդիպող մարդիկ վայելում են, չէ, կա, որ ասում են, այս ինչ լավ մարդ է, այս ինչ բավականություն ստացա, այս ինչ հաճելի մարդ էր, իր ներսի դրախտը հանեց, Սուրբ Հոգու պտուղներից քաղցրություն, հա, քաղցր լեզու, բայց որ մարդը դժոխք է իր ներսը, բնականաբար պիտի խայթի, պիտի ցավեցնի, որպեսզի ինքը իրան լավ զգա։ Առակացումասմական մարդիկ, որ մինչև չարություն չանեն, քնից կզրկվեն։ Այդպիսի մարդիկ էլ կան ցավոք։ Դրա համար սիրելիներս, խնդրում եմ, որ շատ ուշադրություն դարձնենք մեր լեզուներին։ Լեզուն ինքը գեհենից է բռնկվում։ Ես 20 տարի առաջ ուզում եմ պատմել իմ ապրած, ես չգիտեմ դա ոնց կոչեմ, տեսիլք, մտքի հափշտակություն, չգիտեմ ինչ ասեմ, 20 տարի առաջ։ Ես պարկած եմ, բոլորը քնած են, պարկած եմ, բայց ես քնած չեմ, միտքս աշխատում, ուղղակի այդ օրը շատ հոգնել էի, պարկել էի, և մեծ արագությամբ իջնում եմ ներքև, դժոխք, մեծ արագությամբ, երբ որ գնացի, այդտեղ ուրեմն լույս չկա, ժողովուրդ, գեհենի կրակներն են այնտեղ լույս տալիս, լույս չկա բացարձակ, և ձայն լսվեց, բարձր ձայն, սա գեհենն է, և տեսնում եմ մարդկանց, իրանք հոգիները, կարծես լեզվի տեսք ունեն, իրանց աչքեր, քիթ, բերան, հա, ձեռքեր, ոտքեր, ամեն ինչ կա, բայց ընդհանուր, որ նայում ես, ոնց որ սենց լեզվի նման լինի, չգիտեմ ոնց բացատրեմ, որ Եվ ուրեմն մեծ մսաղացը, ժողովուրդ, մսաղաց բոլորը տեսել եք, բայց մեծ, շատ մեծ, այդ մսաղացին կանգնած է մի հատ դև, մեծ բոյով դև, չար հրեշտակ, և ինքը հերթով վերցնում է այդ լեզուները, քցում է այդ մսաղացի մեջ և աղում է, ժողովուրդ, Եվ այդ լեզուները, ուրեմն այդ, որ աղում է,
այդ միսը գալիս եւ թափվում է այդ մսաղացից եւ երբ որ թափվում է գետնի ինքը չի մահանում դժողքում մահ չկա ժողովուրդ ինքը նորից կպնում է վերականգնվում է նորից դառնում է այդ նույն լեզուն որ ուրեմն մինչ այդ տեսել եմ նորից վերականգնվում է կպնում է շատ մանրամասն տեսնում եմ իմ աչքերով եւ գիտեք ինչ է անում գնում է նորից հերթականգնում որ իրան աղան նորից հերթականգնում որ իրան աղան գալիս է հերթը նորից հրեշտակը գցում է այդ մսաղացը դև է էլի չար հրեշտակը նորից աղում է եւ այդպես հավիտենություն ժողովուրդ եւ ձայն եկավ սա գեհենն է եւ ես երբ որ կարդացի Հակոբոս Առաքյալը որ ասում է լեզուն գեհենից է բռնկվում այն ժամանակ 20 տարի առաջ այդքան էլ լավ չգիտեի Տիրոջ խոսքը ասենք ոնց որ հիմա ասում եմ Տեր ինչ հետաքրքիր է գիտեք ժողովուրդ դժողքը այսպես է տարբեր տանջանքի վայրեր կան ովքեր լեզվով են մեղանչել գնում են գեհենը հենց այնտեղ որտեղ այդ ես տեսա ովքեր ասենք շնության մեղքով են կա հատուկ վայրեր որտեղ շատերը տեսել են այդ օծերը փաթաթվում են ամբողջությամբ այդ փշոտ եւ մի խոսքով չասեմ ինչ ահա որ ուրեմն բաներ կա տեսարաններ կա դժողք ունի ձեռքեր ոտքեր ինքը մարդու նման պարկած է երկրի ինդերքում մի եղբայր ինքը եւս գնացել էր եւ տեսել էր գոյություն ունի դժողքի որովայն հատուկ շատակերների նրանց համար ովքեր իրանց կյանքը ուտելու մեջ են տեսնում մի խոսքով Տերը ինձ տարավ ուրեմն գեհենը ցույց տվեց ժողովուրդ 20 տարի առաջ մինչև հիմա իմ աչքի առաջ է ոնց էին այդ լեզուներին աղում այդ լեզուն թափվում էր այդ միսը նորից վերականգնվում էր այնտեղ մահ չկա եւ նորից ինքը սենց գնում էր հերթ էր կանգնում որ իրան աղան եւ նորից շատ մեծ արագությամբ եկա եւ մտա իմ մարմնիս մեջ ես բարկած էի ես դրա համար եմ ասում ես չգիտեմ դա ինչ ասեմ դա տեսիլք էր մտքի հափշտակություն էր ինչ էր չգիտեմ ամեն դեպքում ինչքան կարողանում եմ բացատրում եմ դրա համար լեզվով մեղանչել այնքան հեշտ է ժողովուրդ ցավեցնել կծել վիրավորել տեսեք օրինակ այսօր YouTube-ում ես ծառայում եմ ես բարի բան եմ անում մարդկանց Տիրոջ խոսքն եմ տարածում որ Հիսուսի վերքերով մենք բժշկված ենք եւ Սուրբ Հոգու զորության տակ պահիտակ այդ անկախ քեզանից հա ստացվում է հալելույա ասում ես ասում է գրել է ինչն է հալելու դե արի բացատրի որ չի կարելի Աստծո խոսքի վրա ինչ որ սրամտություններ անել ես էլ ինչ չկորցրեցի գրեցի քո սիրտը կհալվի Աստծո առաջ որ կանգնես Տեր օրհնի այնքան հեշտ է այտենց լեզվով կծել ցավացնել զգուշ եղեք ժողովուրդ ջան առհասարակ շատ հեշտ է լեզուն ասма ոսկոր չկա հա տակը ինչ ուզի կխոսա բայց հետո կգա ժամանակ որ կհնձես կգա ժամանակ որ կհնձես ես քուրիկ գիտեմ շատ էր անարգում մեր քուրիկներին Էսիկի ստուկա այնի բոյ չունի իր աղջիկը որ այդ հասունացման ընթացքը ուրեմն արդեն ավարտվեց ոնց որ բոյը կանգնեց երևի 1:40-45 չէր լինի դրա համար նսեմացնել մարդկանց ասենք բոյ տվողը Աստված է հա ում ձեռն է մեկը 1.70 m կլինի մեկը 1.50 m Կարող է դի մարդու ձեռն է, մարդու ընտրությունն է, որ ցավացնում ես։ Էսի բոյ չունի, այնի կիստուկայինի գետնին կպածա, աղջիկը մինչև հիմա արդեն մեծ աղջիկ է, 1:40-45 է երևի չլինի,
ասմային դատաստանով, որ դատում ես, նրանով քեզ ա դատվելու։ Եվ այտենց լիքը պատմություններ գիտեմ։ Մի եղբայր շնության մեղքի մեջ է անկնում։ Դե նման դեպքում ինչ պիտի անենք, ժողովուրդ։ Աղոթենք, ցավ քաշենք, հա։ Լինում է, պատահում է, որ Տերը ողորմություն անի, մի աղբերը դատելով ասում է, էսի շնության մեջ է անգել, շատ ժամանակ չի անցնում, իրան էլ այդ մեղքը բռնում, դրա համար Աստծո խոսքը ասում է նա, որ իրան թվում է, թե հաստատ կանգնած է, թող զգուշ լինի, որ չընկնի, ժողովուրդ ջան, շատ վտանգավոր է այս դատելը, Տերը ինչի ասեց, մի դատի, այն ինչով որ դատես, խոսքը գալու է քեզ դատի, դրա համար Հիսուս ասում է ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են, դատաստանի օրը հաշիվ պիտի տան, ժողովուրդ, չի ասում հայհոյանք, չի ասում ինչ որ վատ բառեր, դատարկ խոսք, Տերը ասում է դատաստանի ես կանգնելու, դատարկ խոսքի համար, որ չպետք է ասեր, ինչի ասեցիր։ Փառք Տիրոջը, դրա համար սիրելիներս, զգուշ լինենք, ինչ ենք խոսում, ինչ ենք ասում մեր երեխեքին, գիտեք խոսքը զորություն ունի, խոսքը ինքը կատարվում է, տեսեք մեր Տերը ոնց արարեց աշխարհը, խոսքով, ասեց լույս լինի և լույս եղավ, ասում է երկիրը խոտ հանի, կանաչ խոտ, և եղավ, այն ինչ որ ասում է Տերը դա լինում է, և խոսքը ունի զորություն ժողովուրդ, եթե այսօր դու ասում ես խոսքեր, ինքը կատարվում է, ես մարդիկ գիտեմ, որ կան, չէ, այսպիսի մարդկանց տեսակներ, որ լացելու սովորություն ունեն, անընդհատ, փող չկա, այս չկա, լինի, թե չլինի, ինքը մեկա լացելու է, ու այն եղածնել է կտրվել, երբեք ինքը Աստծուց օրհնություն չի ստացել, այն մարդ, որ կա Աստծուն փառք տու, օրհնի, ով է նախանձելու քո ունեցվածքին, ով է աչքով տալու, էլ չեմ ասում, որ տենց հավատացյալներ կան, որ չարաշք կպավ, չգիտեմ, նախանձեցին, նավսեցին, կան տենց մարդիկ, որ հավատում են, թեպետ իրոք այդ նավս ասածը կա, բայց եթե դու Տիրոջ դաշտի մեջ ես, դու Տիրոջ զավակն ես, ասում է Հակոբին կախարդություն չի կպնի, Հակոբին այդ ձեր ասած նավս, չգիտեմ, չարաշք և այլն, դու Տիրոջ հովանու տակ ես, բայց եթե դու հավատում ես, դու հավատացյալ ես ու անընդհատ վախենում ես, այս սրա նավսը նրա աչքը, կգա կկպնի քեզ, այդ էլ է հավատք, ժողովուրդ, այդ էլ է հավատք, իր հավատքի համեմատ ստանում է, եթե դու չես հավատում, որ Տերն է քո վահանը, որ այդ ամեն նետերը գալու է ու այդ վահանին կպնի, եթե դու չես հավատում, դու վախենում ես այդ նավսից, կգա քեզ կկպնի, դա էլ իր հավատքով ստանում է ամեն մարդ, բայց մենք ճշմարիտ քրիստոնյաներս չպիտի տենց բաների, վայ սրա աչքը, վայ նրա նավսը, ցավոք սրտի կան, այդպիսի մարդիկ էլ կան, սիրելիներս դրա համար խոսքը ունի զորություն, այնքան ծնողներ կան, այսօր հնձում են, գիտեք, իրանց երեխեքին, այն որ ասում են, էսի մարդ չի դառնա, լսած կլինեք, էսի մարդ չի դառնա, սրանից Պողոս Պետրոս դուրս չի գա, գալիս է ժամանակը, որ իրոք, այդ երեխուց մարդ չի դառնում, ինչի համար ծնող, որովհետև դու դավանեցիր, դու չես օրհնում քո երեխուն, դու դավանում ես, որ այս երեխուց մարդ դուրս չի գա, Պողոս Պետրոսն էլ մեր գրքի Պողոսն ու Պետրոսն են, հավատացյալ անոթներ, ընտիր առաքյալներ, ոչ էլ հավատացյալ է լինում, ասում է սրանից Պողոս Պետրոս դուրս չի գա, ինչ ես վատը դավանում, լավը օրհնի բերանովդ,
Դու դավանի եւ տես ինչպես կիրագործվի դա քո կյանքում։ Բայց եթե անընդհատ վատն ես ասում, վատը կգա քեզ կգտնի։ Վատը կգա քեզ կգտնի, որովհետեւ դավանեցիր քո շուրթերով։ Այս երեխեն մարդ չի դառնա, էլ չեմ ասում, որ դեբիլ են ասում, չգիտեմ, ուղեղը թափած, հիվանդ, այնքանը տենց ծնողներ կան։ Եվ այդ հիվանդությունն էլ է գալիս գտնում այդ երեխեքին, այդ դեբիլությունը, այդ ապուշությունը, գիտեք ժողովուրդ, իրոք իչքան էլ ասենք երեխեն հունից հանի, հա, ասում է հիմարությունը կպած է երեխուն, աշխատի լեզուց զսպես, ասա տեր սանձի իմ լեզվին սանձ դիր, որտև ասում ենք բառեր, և հետո իրոք այդ բառերը կպնում են այդ երեխեքին, և հիվանդանում են, տենց դեպք է եղել, և որ 18 տարեկան երեխեն հավատացյալի երեխա հիվանդանում է, մարգարեն մանգալի, բժշկողանոտ, տեր, բուժի, աղոթում ենք, տերը չի պատասխանում, չի լավանում ու վսյո։ Մի օր անոթը մոտենում է, ասում է, ինչ է իր ասում երեխուտ, դեբիլ, հիվանդ, խնդրեմ հիվանդությունը եկել է գտել է, ինչի չես օրհնում քո երեխուն։ Եվ էլի դեպք եմ լսել, որ հղի է լինում, հավատացյալ քուրիկը ամուսինը չի ուզում, ասում է տար հանի, ինքը ավելորդ է։ Եվ անցնում է մի ժամանակ այդ երեխեն հիվանդանում է և տերը վերցնում է։ Նորից աղոթքներ, տեր բուժի, տերը ասում է դու չէիր ասում, որ ինքը ավելորդ է, ինքը ձեզի պետք չի։ Ես վերցնում եմ իրան, ես իրան վերցնում եմ, ինքը ձեզ պետք չի։ Եվ դրա համար սիրելիներս շատերս հնձում ենք, այն ինչ որ ցանում ենք մեր բերանով, մեր լեզվով, եւ հետո էլ Աստծուն ենք մեղադրում։ Տեր ինչի սենց եղավ, Տեր բախի սենց եղավ, բախի հիվանդացավ, բախի մահացավ։ Մի հատ ամուսին իր կնոջ համար ասել էր, դու պատիժ ես ինձի, քո նմանը ավելի լավ էր չլներ։ Անցնում է մի ժամանակ, Տերը վերցնում է այդ կնոջը։ Ասում է թաղմա ժամանակ լացում էր, Տեր, 6 երեխա, որ դու վերցրեցիր, բայց երեխեքը, Տերը ասում է դու ուզեցիր տենց, դու չէիր օրհնում քո կնոջը, դու չէիր սիրում քո կնոջը, դու անդադ համեմատվում էիր սրակինը նենցա նրանը, բայց դու պատիժ ես, ավելի լավ է քո նմանը չլներ, չի ելնի, ինչի ես բողոքում, ինչի ես ասում Աստծուն, խի ես վերցնում, դու քո շուրթերով դավանեցիր։ Եվ դրա համար շատ հաճախ մենք հնձում ենք, այդ ինչ որ ցանում ենք, մի հատ էլ Աստծու վրա նեղանում ենք, Տեր ինչի էսի սենց եղավ, Տեր ինչի հիվանդացավ, Տեր ինչի մահացավ։ Բա հələ տեսեք օրվա ընթացքում ինչքան ենք ասում, հիվանդ, դեբիլ, չգիտեմ, անասուն, լիքը տենց բաներ։ Արթուն եղեք, ժողովուրդ ջան, խոսքը ունի զորություն։ Տերը ասեց լույս լինի եւ լույս եղավ։ Դու խավար ես հրճակում, այդ խավարը գալիս է կպնում է քեզ։ Դու ասում ես էսի մարդ չի դառնա, չի դառնում։ Դու ասում ես դեբիլ ես, այդ դեբիլությունը գալի գտնում է քո երեխուն։ Սիրելիներս, զգուշ լինենք, շատ զգուշ լինենք։ Մեր ամեն բառերը, անգամ մեր մտքերը նկարվում է, գիտեք, եւ կանգնելու ենք Աստծո դատաստանի առաջ եւ պատասխան տալու։ Տեսեք ժողովող 12:4 համարում գրված է, որ Աստված ամեն բանի համար դատաստանի է կանչելու, հա, թե բարի, թե չար։ Եղել է, ես ասենց մտածել եմ, լավ, Տեր ջան, չարի համար հասկացանք, որ կանգնելու ենք դատաստանի, բա բարին ինչի պիտի դատվի։ Տերը ասում է, այդ էլ պիտի դատվի։ Տերը նայելու է դրդապատճառը, ինչի արեցիր։ Արդյոք Տիրոջ փառքի համար արեցիր, թե որ դու երևաս։
Գիտեք ժողովուրդ, ինչքան բարերարներ կան։ Կարող է քեզի մի հատ տուն նվիրի, բայց նպատակը այն է, որ ինքը փառավորվի։ Որ ասեն, էս ինչան, էս ինչը գիտես, ինչ բաց ձեռ մարդ է, իր անունը գովեն։ Տերը ասում է, բարի համար էլ ես դատվելու։ Ինչի համար ես արել էդի։ Արդյոք քո տիրոջ համար ես արել, թե որ քո անունը մեծանա, քեզ գովեն։ Այսօր ինչքան տենց մարդիկ կան։ Մեծ տենց նվերներ են տալիս, տներ են տալիս, բայց Աստծու հետ ընդհանրապես կապ չունեն։ Նայում ես ասում ես, լավ Աստված, ես ինչ մեծ սիրտ ունի։ Հա։ Իսկ ինչ բաց ձեռ մարդ է։ Տերը ասում է, այս մարդը հպարտ մարդ է։ Ինքը չի անում իմ անունի ու փառքի համար, ինքը իր փառքի համար է անում, որ իրան գովեն, իրան մեծարեն, իր անունը բարձրանա։ Դրա համար է ասում, ամեն բարի եւ չարի համար կանգնելու ես դատաստանի, չարը դատվելու է, բարին էլ, Տերը քննելու է։ Բարին ինչի համար արեցիր, քո համար, քո հպարտության, քո եսի, թե իմ անունը փառավորվելու համար։ Փառք Տիրոջը, դրա համար ժողովուրդ, այսպիսի մի Աստված ունենք, որ ամեն բան կշռելու է գործերը, թե բարի, թե չար։ Հետևաբար ինչքան զգուշ պիտի լինենք մեր ամեն ապրածի, մեր ամեն քայլի մեջ արեցինք այս բանը, ինչի համար արեցինք։ Ես հիշում եմ մի վկայություն, մի կին դժոխք էր գնացել եւ երբ որ մի քույրի կլինիկական մահ էր տարել, Տերը ցույց էր տվել այդ բարեգործ քույրիկին, որ ասում է ամեն ինչ տետրերի մեջ գրում էր։ Այս սրան էսի տվեցի, այսքան փող էնի, հետո այդում էր ուրիշներին պատմում էր։ Նախ Տերը ջնջել էր բոլոր այդ իր բարեգործությունները եւ ինքը գնացել էր դժոխք, ինչի համար, որտեւ ինքը հպարտ մարդ էր։ Ինքը այդ ամեն ինչը գրում էր եւ հետո գնում պատմում էր ուրիշներին։ Գիտես, այս սրան էս արեցի, նրան են արեցի եւ Տերը ջնջել էր բոլոր բարի գործերը։ Աստծո խոսքը ինչ է ասում, այս մի բանը տվեցիր, այ մարդ մի ձեռը չիմանա, այս ձեռը չիմանա, այնի ինչ արեց։ Եթե ուզում ես վարձք ունենաս, բայց եթե չգիտեմ էլի ինչ որ թատրոն է, հա, էսի արեցինք մի հատ նկարում ենք, ուղարկում ենք, ատե Տերը չփառավորվեց, Տերը միշտ ծածուկին է նայում, ծածուկ, եւ ծածուկում տեսնող ասում է, հայտնապես կհատուցանի, հալելույա, փառք Տիրոջը, ժողովուրդ, Հեփթայեին կհիշեք, եկեք բացենք դատավորաց 11-րդ գլուխը, էլի պետք է խոսեմ դատարկ խոսքերից, որ իր խոսքի համար ինչ փորձանքի մեջ ընկավ ինքը։ 34 խոսքից կարդամ։ Եվ Հեփթային ասեց. եթե Ամոնի որդիքը բոլորովին իմ ձեռքը մատնես, այն ժամանակ իմ տան դռնիցը ինձ դիմավորելու դուրս եկողը, երբ որ ես խաղաղությամբ ետ դառնամ, Ամոնի որդիներիցը Տիրոջը թող լինի։ Ուրեմն այն ժամանակներում այդպիսի սովորություն կար։ Մարդու սպանում էին, ողջակիզում էին, չգիտեմ։ Հին ասենք այդ դարերից եկել էր այդ աստվածներին, հա։ Հեփթայե, դու հավատացյալ մարդ ես, ասենք ինչ ես բերանդ բացում, Աստծուն պետք է այդ զոհը։ Ուզում ես, որ Տերը քեզ օգնի ամոնացիներին հաղթես, ընդամենը աղոթքով ասա Տեր ինձ օգնի հաղթեմ։ Բայց Տիրոջ առաջ պայման ա դնում, եթե հաղթի, իմ պատերազմը հաղթվի, ես պատերազմը շահեմ, իմ առաջի իմ տնից դուրս եկողին ես զոհ կանեմ Տիրոջը։ Հիմարություն, դատարկություն, անմտություն, Տերը քեզանից այդպես բան պահանջում է Հեփթայե։ Եվ տեսեք ինչ եղավ, մի հատիկ աղջիկ ուներ, ժողովուրդ, թակ մի հատիկ աղջիկ։ Երբ որ հայրը հաղթանակած հետ է գալիս, այդ աղջիկը թմբուկներով, պարերով դուրս է գալիս իրան դիմավորելու, առաջինը, որ դուրս է գալիս իր տանից։ Եվ ինչ է ինքը ասում, եկեք այդ պահը կարդանք։
Եվ Հեպթային եկավ Մասփա իր տունը, եւ ահա նրա աղջիկը դուրս էր գալիս թմբուկներով եւ պարերով նրան դիմավորելու։ Եվ նա նրա մեկ հատ զավակներ, մի հատիկ աղջիկ էր, թակ աղջիկ էր, բացի նրանից տղա կամ աղջիկ չուներ։ Եվ երբ որ նրան տեսավ իր հանդերձը պատառեց եւ ասեց. «Ո աղջիկս, դու ինձ նկուն արիր»։ Մի հատիկ երեխա ուներ, բայց բերանից դուրս էր եկել։ «Ո աղջիկս, դու ինձ նկուն արիր»։ Այ մարդ ինչի տենց բան հանիր բերանիցդ։ Բա այդ կյանքը դու ես տվել, աղջիկը չէր դուրս գալի, ծառատ էր դուրս գալի, օրինակի համար։ Ով որ դուրս գա, ես կսպանեմ։ Քեզ տերը տենց բան ասել է։ Էդի հին հեթանոսական այդ կուրքերին, որ զոհում էին աստվածներին, մողոքին, քամովսին, ինչ որ տենց հեթանոսական բան է, էլի, հա, Աստծուն մարդ է զոհաբերում։ Տիրոջ էդի պետք է։ Հեպթայե, դու Աստծուն ճանաչող մարդ։ Տեսեք, հին բաները, սովորությունները մեջը հլը կա։ Եվ ինչ թույլ տվեց Տերը իր թակ աղջիկը, որ ինքը խրատվի, որ սենց բան չանի, ինչի համար, ինչի ես բերանդ բացում, Աստծուն պետք է քո զոհը։ Դու ես այդ կյանքը տվել, որ դու էլ ասում ես, ով որ դուրս եկավ նրան տիրոջ համար կզոհեմ, միթե տիրոջը պետք է էդի։ Եվ տեսեք իր թակ աղջիկը, իր հիմարության պատճառով, որ իր բերանը բացեց, դե խոսքն էլ ասված է, եթե խոսքից հետ կանգներ, ուրեմն ինքը տղամարդ չի, ինքը Աստծուն խոսք է տվել, բայց հիմարություն։ Աստծուն այդ ընդհանրապես պետք չէր։ Եվ ընդամենը այդ աղջիկը, երբ որ այնքան խելոք խոնար աղջիկ ա լինում, ինքը չի ասում, այ պապես, ես ինչ ես անում, ասեց ինձ ընդամենը 2 ամիս ժամանակ տուր, բարձրանամ իմ ընկերուհիների հետ սարերը, իմ կուսությունը լաց լինեմ, եւ հետո քո բերանից դուրս եկածը կկատարես։ Տեսեք սիրելիներս, ինչ է անում բերանից դուրս եկած խոսքը։ Բաներ, որ պահի տակ ասում ես ու գալիս է դրան հնձելու ժամանակը։ Դրա համար Տերը ասում է շատ ու շատ եղի քո լեզվին։ Ինչ ես արտասանում դու։ Ինչ է դուրս գալի քո բերանից։ Արդյոք օրհնություն է դուրս գալիս, թե անեծք է դուրս գալիս։ Այսօր շատ կանայք դժգոհում են իրանց ամուսիններից։ Քո նմանը չլներ, էլ չեմ ասում թաղ են ոյը տեսենեն, ու թաղում են, իրականից թաղում են, այդ տղամարդիկ հիվանդանում են, մահանում են, նույնը կանայք, ամուսինները փոխանակ օրհնելու իրանց կանանց, վատ բառեր են ասում, երեխեքին, թոռներին, ու գալիս է ժամանակը, որ հնձում են, ու հետո Աստծուն են մեղադրում, Աստված ինչ անի, բերանդ պահի, ասմա լեզուց շուտով բան չարտասան է, խի ես խոսում, դա բումերանգի նման բան է, կամ անիծում են ժողովուրդ շատերը, ցավոք սրտի, այդ անեծք ամբողջ աշխարհը կպտտվի եւ հետ կգա քո տունը։ Մի արա տենց բան։ Դու դատաստանը հանձնի արդար Աստծուն, եթե դու իրոք անմեղ ես, բայց մի անիծի։ Դատաստանը տուր Աստծուն, Աստված գիտի, բայց մի բերանդ բացի անիծի։ Այդ անեծքը կգա կկպնի քեզ, քո երեխեքին, քո թոռներին։ Եվ քո մեղքերի պատճառով այդ երեխեքն ու թոռները կվնասվեն։ Ինչի համար, որ ժամանակին լեզուդ չես սանձում, սանձ չես դնում լեզվիդ։ Տերը ասում է սանձ դիր, լեզուդ սանձի, նա ով իր լեզուն սանձում է, նա կատարյալ մարդ է։ Դրա համար սիրելիներս, ամեն դատարկ խոսքի համար հաշիվ պիտի տանք։ Ինչքան կարևոր է, որ մեր լեզուն թլփատված լինի։ Գիտեք չէ, որ կա թլփատություն, աչքերի թլփատություն, ականջների թլփատություն, սրտի թլփատություն, լեզվի թլփատություն։ Եթե չես կարում լեզվիդ վրա, Տեր, խնդրի ասա, լեզուս թլփատված չի, Տեր, թլփատի իմ լեզուն։
ականջներս թլպատված չի, լսում եմ բամփասանք, աչքերս թլպատված չի, ցանկանում եմ։ Այդ ցանկանալը մենակ կին տղամարդ չէ, դու կարաս ուրիշի ունեցվածքին ցանկանաս։ Սիրտս թլպատված չի, որ Տերը թլպատի ամեն այդ անթլպատությունները։ Դրա համար թանկագիններս շատ կարևոր է, որ մենք այս հոգևոր տարական բաներ է սրանք, գիտեք, խորը բաներից չեմ խոսում, որ ասեմ խորը բաներից եմ խոսում, ժողովուրդը չի հասկանում, տարական բաներ են, տարական բաներ, որ պիտի իմանանք։ Ես հիշում եմ տարիներ առաջ մեր եկեղեցում ամուսիններ կային, իրանք երեխա չէին ունենում, հետո մի հատ երեխա վերցրեցին, որդեգրեցին, պահեցին, այդ երեխային դարձավ 10 տարեկան, հիվանդացավ, արյան քաղցկեղ, այդ որ ասում են արունը ջուր է դառնում, չգիտեմ, սպիտակուցները, արյան սպիտակ գնդիկները ինչ շատ է։ Մի խոսքով, լավ տանջվեցին այդ ծնողները, այդ երեխան մահացավ, մի տարի, 2 տարի, լավ չեմ հիշում, շուտվա բան է։ Իչքան էլ փորձեցին բուժեն, որոշ կուրսեր ընդունեց եւ այլն, բայց մահացավ։ Եվ մի օր այս ամուսիններով գնում են եկեղեցի, հովիվը կանգնում է, իրանք են ինձ պատմել, այդ կաֆեդրայից, բեմից, ասում է այդքան երեխեք ունենք, մեր հետը տենց բան չի լինում։ Հենց տենց ասում է, հովիվն էլ չգիտեմ, 9 հատ, 10 հատ, արդեն չեմ հիշում, շատ երեխեք ուներ։ Այդ մարդիկ դուրս են գալի այդ պաշտամունքից, ավելի խոցված, ավելի այդպես, դե հիմա դեպք ա եղել է, հովիվ ջան, կարաս բալասանդիր այդ մարդու վերքին, ասենք, որ քո երեխեքը չեն հիվանդացել, 10 հատ երեխա ունես, ինչ ես պարծենում, բեմից դատում ես այդ մարդկանց, անցնում է մի ժամանակ այդ հովիվի տղան այդ նույն հիվանդությունով մահանում է, ինչի համար, գլուխ գովացիր, պարծեցար, թե դու այդքան երեխա ունես, ձեզի հիվանդություն չի կպնում, այս մարդուն տանիքին կպել է, ինչի ես դատում մարդուն, դու ինչ գիտես, ինչի ա Տերը թույլ տվել, հոբի կյանքում սիրելիներս այդքան բան եղավ, գրածա հոբի նման կատարյալ մարդ չկար, չարությունից հեռացող, աստվածավախ, իրա կատարելությունը բռնած, բայց ինչերի միջով անցավ, 10 երեխեն մահացավ, այդ ամբողջ ունեցվածքը կորցրեց, ամեն ինչ, առողջությունն էլ հետը, բայց ով գիտեր, երկնքում խոսակցություն էր գնացել, Տերը ձեռնոց էր նետել սատանային, ով գիտեր էդի երկնքում ինչ խոսակցություն է գնացել, բայց եկել էին, ինչ էին ասում, են մի հատ Եղիուսը, հլեին իրեք էլի ոչինչ, այդ մեկը վավշե ինքնահավան, չգիտես ով էր, ասում էր ով կա հոբի նման, չարությունը ջրի նման խմում է, են որ ասում է խոսքը, հա, որ խոզը ընկնում է, դանակավորները շատանում են, հիմա մարդ էր, ընկել էր այդ ամեն փորձանքների մեջ, Տերը թույլ էր տվել, եկել էին, խոսում էին, լեզուները այսքան էր, ով է հոբի նման, մեղքը, չարությունը ջրի նման խմում, բայց Տերը ասում էր իմ հոբը կատարյալ է, դրա համար ժողովուրդ միշտ ապեք դատելու, բամփասելու, մի բան, որ դուք չգիտեք, ինչ որ մեկի ընտանիքում դեպք եղավ, հիվանդացավ, կամ ինչ որ մեկը մահացավ, մենք ինչ գիտենք, ինչի է Աստված թույլ տվել, ինչի է այդ ամեն ինչ եղել, հենց դատես իմացի այդ մեղքը գալու է քեզի գտնի, այդ հովիվը կանգնել էր, բեմից ասել էր, մենք այդքան երեխեք ունենք, մեր հետը տենց բան չի լինում, հնձեց, կարծեմ փոքր տղան էր իրա, մահացավ, ինչի համար, տեղից ցավ տեսած մարդա, հովիվ ես կարաս դեղ դիր, բալասան դիր, խի եք խայթում,
Ժողովուրդ այսօր հավատացյալները այնքան չարացել են, այս վերջերս Facebook-ով մի հատ նյութի վերաբերյալ կոմենտներում իրար ուտում էին, կին քարոզի, արդյոք կարա կինը քարոզի, այ մարդ լավ չես ընդունում, բայց այդ մեջիդ թույնը, մաղձը, չարությունը խես թափում այդ մարդու վրա, սենց սատանի դեմս գիտես չեն կռվում, ոնց որ իրանց քուր աղբերների դեմ, անենց բաներ են գրում, անենց բաներ, ինձ էլ լավ կոպտեցին, վիրավորեցին, փառք Տիրոջը, Հիսուսից առավել չեմ, նայում ես քուրիկներին կոմենտ գրող, սպիտակ մազերով, սենց կասես հրեշտակներ են, անգամ մաշ չի ներկում, բայց անենց թույնով ու չարությունով խայթում է, ում է պետք քո սպիտակ մազերը, դրա համար ժողովուրդ ոչ այդ սպիտակ մազերի մեջ է, ոչ այդ յուբկաների մեջ է, որ այսօր շատ անգամ մեր եկեղեցիներում նամանավանդ այդ ավետարանի 50-ականների սրբության ստանդարտներ կա, ոնց է աշխարհում գեղեցկության մրցույթ կա, չէ, այնտեղ պիտի գնան 90-60-90 ստանդարտներով չափվում է 90, մեջքը 60 և 90, եթե այդ ստանդարտներին համապատասխան ես գնում ես մրցույթի, եկեղեցիներում էլ ստանդարտ կա, մաշ չներկել, չքսվել, շալվար չհագնել, այդ էլ սրբության ստանդարտներն է, իրանց 90-60-90-ն է, մաս, քսվել, շալվար, բայց նայում ես տնես թույն են թափում վրետ, ոչ մազ են ներկում, ոչ շալվար են հագնում, ոչ էլ քսվում են, բայց ընես չարությունով են պատասխանում, որ չի կարելի էլի, սիրտդ մաքրի, այդ արտաքինով չի, Տերը ասեց սրտից է դուրս գալի, չար խորհուրդներ, այդ ամեն, ասենք ձեր քուրիկների վրա հարձակվել եք, խայթում եք, ասենց նենգությունով, մի մարդ, որ ընդամենը Հիսուսից է պատմում, այ մարդ չի սպանել, Հիսուսից է պատմում, դու մի հատ ձենդ կտրի, դու մի հատ սենց սպիտակ մազեր, երկար յուբկաներ, դրա համար թանկագիններս, երկնքի արքայությունը այդ երևացող բաները չի, Տերը ասեց ձեր ներսում է, երկնքի արքայությունը ձեր ներսում է, և ամեն մարդ իրա ներսից հանում է կամ բարի բան, կամ չար բան, եթե բարի մարդ ես, քո սրտի բարի գանձերից բարին ես հանում, այ մարդ չես ընդունում, որ քուրիկը խոսում է, աղոթի լավ խես խայթում, պետք է խայթեն, որ իրանք հանգստանան, աղոթի լավ, եթե ըստ քեզ էդի սխալ է, բարի մարդ ասում է, իրա սրտի գանձերից բարի բաներ է հանում, չար մարդը, չարը պետք է հանի, չի կարա բարի, որտև չար է, չի կարա, ինչ ասի, որ մեջ էփում է, Տերը օգնի ձեզ, սիրելիներս, դրա համար շատ կարևոր է արթուն լինելու, ինչ ենք խոսում, ինչ ենք ասում, մեր քուր աղբերներին, մեր երեխեքին, մեր ընտանիքի անդամներին, այդ խոսքը զորություն ունի, և դրա համար Տերը ինչի այսքան շեշտը դնում է ամեն դատարկ խոսքի համար, որ մարդիկ խոսում են պիտի հաշիվ տան, շատ խիստ է, ամեն դատարկ խոսք, ես չեմ ասում, Տերն է ասում, պիտի հաշիվ տաս, ինչի համար է Տերը ասում, որ այնքան զգույշ լինես քո խոսքերի մեջ, որտև այդ խոսքը գալու է և գտնի քեզ, դրա համար շատ կարևոր է, որ օրհնենք մեր քուր աղբերներին, ժողովուրդ, անգամ եթե գիտես այս մարդը մեղքի մեջ է անգե, մի հատ ճշմարիտ հավատացյալի դեմ ամբողջ դժոխքն է պատերազմում, մարդը կարող է ինչ-որ միտեղ ընկել է, կարաս բարձրացնես, բարձրացրու, մի խոցի, մի ցավացրու, օրհնություն եղի քո քրոջ, քո աղբոր համար, և այդ օրհնությունը կգա քո վրա կհանգչի, բայց եթե անեց քեզ, եթե վատ բաներ ես ասում, էդ էլ է գալու քեզ գտնի, ժողովուրդ,
Էդ էլ է գալու։ Կհիշեք Հակոբը, երբ որ Ռաքելը գողացել էր կուռքերը, Լաբանը իր հետևից էր ընկել, երբ որ եկա վրանները նայեց, սաղ այդ մարդու եղած չեղածը խառնեց, թափեց չգտավ, որտեղ Ռաքելը ուրեմն ուխտերի վրա էր դրել, ինքն է նստել էր վրան։ Հակոբը ինչ ասեց, այն մարդու մոտ, որ կգտնես, թող ինքը մեռնի, թող ինքը չապրի։ Եվ Ռաքելը չապրեց, շատ կարճ կյանք ունեցավ։ Կհիշեք ծննդաբերելուց, երբ որ Բենյամինին ծննդաբերում էր, մահացավ ինքը։ Հակոբը ասեց, ում մոտ որ կգտնես, թող ինքը չապրի։ Խոսքը զորություն ունի, խոսքը շատ մեծ զորություն ունի, միշտ հիշեք, Տերը խոսքով արարեց այս ամբողջ գեղեցիկ աշխարհը, ասեց լույս լինի և լույս եղավ։ Այսօր դու ասում ես լույս լինի, քո ընտանիքի անդամներին, քո բարեկամներին, քո երեխեքին, թե անդադ խավարն ես կանչում։ Էսի լավը չի, էսի մարդ չի դառնա, սուսեք, էսի մարդ չի, էնի էսա, անասունա, չգիտեմ ինչա, ու է դրան գալիս է, հերթով հնձում ես, քո ասածները, ինչ որ վկայել ես, կամ իչքան մարդիկ կան, ես երկինք չեմ մտնի, շատ դժվար է, չեմ կարա, ես չեմ բժշկվի, ես վատ եմ, այդ վատը գալի գտնում ա քեզ, հələ լավը դավանի, տես ոնց է տրամադրությունդ բացվում, ես այսօր YouTube-ում ներբեռնել եմ, Եսայա մարգարեություն 53 ասում, նրա վերքերով մենք բժշկվեցինք, չի ասում պիտի բժշկվես, արդեն դու բժշկված ես, դավանի, ասա Հիսուսիս վերքերով ես բժշկված եմ, այդ առողջությունը կգա քեզ կգտնի, բայց որ դավանում ես, ես լավացողը չեմ, գնալու վատանում եմ, չէ, լավ չի լինում, իմ կյանքում մենակ խավար է, իմ կյանքում վերջ չկա, ինձի ապագա չկա։ Քուրիկ ունեինք, ինքը չէր ամուսնանում, ասում է լավը իմ համար չի, լավ մարդիկ իմ համար չեն, բան, տենց է մնաց։ Լավ մարդը տենց է չճարեց։ Այ մարդ լավը դավանի, թո լավը գա քեզ գտնի։ Ինչ ես վատը դավանում։ Ու ինչ որ դավանում ես, էդ էլ կատարվում է։ Ես իզուր չեմ հիշացնում Հակոբի մասին։ Մահացավ Ռաքելը, ասեց այն ում մոտ որ կգտնես, թող ինքը չապրի։ Ժողովուրդ, սաղմոսներ կան, երկու հատ լավ սաղմոս կա, 15 սաղմոս 3 խոսք, ուզում եմ կարդալ, 15 սաղմոս 3 խոսք, Երբ որ ասմա Տեր, հա, ով կկենա քո խորանում, ով կբնակվի քո սուրբ սարում։ Լավ, եկեք սկզբից կարդամ, չեմ ուզում կիսատ կարդամ, 15 սաղմոս։ Տեր, ով կկենա քո խորանում, եւ ով կբնակվի քո սուրբ սարումը, ուղիղ գնացողը եւ արդարություն գործողը, եւ իր սրտում ճշմարտություն խոսողը, նա, որ իր լեզվով չէ բան փասում, եւ իր ընկերին չար չէ անում։ Սարը ինչ է։ Բարձրություն, Տիրոջը ավելի մոտիկ, Հիսուսը սարի վրա չէ այլակերպվեց, հոգևոր երբ որ հասկանում ենք սար բարձրանալ, ավելի մոտենալ Աստծուն, ավելի մոտիկ, Տեր ով կբնակվի, քո ներկայության մեջ, սարի վրա, եւ ըստե ասում է մի քանի բան, որոնցից մեկն էլ նա, որ իր լեզվով չէ բան փասում, եւ իր ընկերին չար չէ անում, այո, Տերս փառավորվի եւ մի հատ էլ համար կա, սա էլ 11-ի 3-ն է, սա 15-ի 3-ն էր, կարող եք գրել, սա 11-ի 3-ը, Տերը կկտրե ամեն նենգավոր շրթունքները եւ մեծ բաներ խոսող լեզուն, Տերը կկտրե ամեն նենգավոր շրթունքները և մեծ բաներ խոսող լեզուն, չի կարելի ժողովուրդ, իսկ այդ կտրելը ցավոտ ալնում, ինչի այդ մկրատի այդ ցավը զգանք մեր վրա, եթե կարա սորնես, այդ կտրելը այդ հեշտ չի լինելու, քիթդ քսվելու է, Աստված ունենց բանի միջով անցկացնելու, որ հասկանաս, որ դու էլ մարդ ես, նենք բաներ խի ես խոսում, խի ես չարա խոսում,
Խի ես չարա խոսում։ Տերը կտրելու է։ Դրա համար օշնի, ինչքան որ կարաս, քո քուրերին, քո աղբերներին, անգամ ընկած ես տենում, հոգևորապես տկարացած ընկած, մարդ է, մենք էլ իրա նման մարդիկ ենք, ասում ես գուշ եղի, եթե քեզ թվում է, որ կանգնած ես, կարաս հաջորդը դու լինես, մի խոցոտի, մի ցածրացրու, մի ասա, էսով է, որ ես իրա հետ շփվեմ, մարդ է, այսօր ընկածա, վաղը կկանգնացնի Տերը, բա որ դու ընկնես։ Դրա համար օրհնեք ձեր քուրախպերներին, ձեր հարազատ բարեկամներին, ձեր երեխեքին։ Ամեն օր, որ արթնանում ես, կանչի քո երեխեքին, ձեռը դիր, կարճ մի հատ աղոթի, ասա ես օրհնում եմ քեզ։ Դու լավ մարդ ես դառնալու։ Դու մեծանալու ես քարոզիչ ես դառնալու, դու մեծանալու ես Աստծուն տիրանոթ ես դառնալու։ Ու էդի լինելու է, կատարվելու է ձեր կյանքում։ Բայց եթե ամեն օր արթնանաս ասես, էս ինչ է, էսի մարդ չի դառնա, էս ինչ է, էս պատիժը, ժողովուրդ իմ հետ էլ ա եղել, այնպես չի, որ ես երկնքից եմ եկել, եղել ա տկարացել եմ։ Եվ ես էլ հնձել եմ իմ կյանքում շատ բաներ, որ այս լեզուն ցանել է։ Հետո գալիս է հնձելու ժամանակը, դե հնձի, լավ չի, չէ։ Դրա համար օշնեք ձեր շուրջ բոլորը, ասմա քաղցր լեզուն բժշկարար դեղ է, այ մարդ օշնի էլի, օշնի թող օշնություն գա հարևանիդ վրա, բարեկամիդ վրա, երեխուդ վրա, քրոջդ վրա, աղբորդ վրա, օշնի թող այդ օշնությունը հանգչի քո ընտանիքի վրա, քո կնոջը, քո ամուսնուն, մի հատ քուրիկ կար, ասպեր ես ինչ այսում ա պետք, ոչ փող ա բերում բան, սահոր դիվանի նստած ա, տենց էլ այդ մարդը մահացավ, այ մատ օշնի էլի, քո ամուսինն ա, ինչևից է, չէ, որ ամուսնանալուց խոսք եք տվել իրար, որ իրար հետ կլինեք մինչև վերջ, դժվարության մեջ, նեղության մեջ, հիվանդության մեջ, օշնի քո ամուսնուն, թող այդ օշնությունը հանգչի, քո կնոջը օշնի, այսօր շատ ամուսիններ, որ այդ կինը մի քիչ գիրանում ա, հա, չաղանում ա, ասենք երեխեք ա բերում եւ այլն, մի քիչ էլ այն առաջվա տեսքին չի լինում, արդեն աչքը խարխի կնգան ա, դու ինչ ես, այնի լավն ա, այ մարդ քո պահածն ա, ոնց պահում ես, այդ ձև էլ տենում ես իրան, լավ ես պահում, վարդի պես ես պահում, վարդի բուրմուն կքաշես, բայց որ այդ խեղճ կինը քո համար ծառայի նման արադիր երեխեք կեսեն, ինչ ես դժգոհում, ուրիշի կնգան ես նայում, հարևանի հարսը միշտ սիրուն ա, չէ, տենց խոսք կա, օշնի քո կնոջը, օշնի քո ամուսնուն, քո երեխեքին, մի նայի սրա երեխեն է սրան ա հասել, իմ ան պետք ա բանի պետք չի, սրա կնիկը սենց ա անում, իմս բան չի անում, սրա մարդը էս ա բերում, են ա բերում, իմը փող չի աշխատում, օշնի, թող տիրոջ օշնությունը գա հանգչի այդ մարդու վրա, որ այդ մարդն էլ փոխվի, այդ կնիկն էլ փոխվի, այդ երեխեքն էլ փոխվեն, այս երկու օրը զաթո լուրերով ֆեյսբուքյան կարդացի, որ եղբայրներով իրանց մամային սպանել էին գրթնակով, երբ որ կարդում ես, ասում ես Տեր, էս ինչ ա կատարվում, էս ինչ ա կատարվում, վերջի ժամանակներն ա ժողովուրդ, մեր մանուկ ուրացել են, հարազատ բարեկամ, դրա համար չար օրերում ենք ապրում, լինենք արթուն, լինենք Սուրբ Հոգու դաշտի մեջ, ես մի անգամ, երբ որ մտածում էի Տեր, ոնց կլինի մարդ օրվա ընթացքում մի հատ դատարկ խոսք չասի, տենց ապրել չի լինի, ոնց կլինի տենց լավ։ Եվ երբ որ անցան տարիներ, Սուրբ Հոգով լցվեցի շատ, ես այդ օրը այնքան լեցունություն էի զգում, ես ում տեսել եմ, օրհնել եմ, եւ երեկոյան, երբ որ պարկում էի քնելու, Տերը հիշացրեց, ասեց հիշում ես, որ ինչ որ մեկին մի հատ վատ բան ասես կամ դատարկ խոսք, ասեցի չէ,
ես օգնել եմ բոլորին։ Ասում է այդ տենց ա լինում։ Երբ որ Սուրբ Հոգու դաշտի մեջ ես, ընդ պետք չի, վայ լեզվիցս բառ դուրս չգա, վայ սրան չխայթեմ, վայ մի հատ բառ չասեմ, չես կարա դու, հոգին կառավարում է։ Դու շողում ես, դու օշնում ես, ով քո դեմը դուրս գա, օշնություն է բխում։ Անես չի որ, վայ զգուշլեմ մի հատ բառ չասեմ, չէ, էդի տենց չի։ Էդին հենց է որ Սուրբ Հոգին քեզ կառավարում է, քո օրվա ընթացքում դու պայծառ ես, դու շողում ես, դու օշնում ես, ոչ մի հատ վատ բառ անգամ բերանցը դուրս չի գալի, երբ որ հոգու դաշտի մեջ ես։ Տեր ասեց այ տենց է ալնում։ Ոչ թե դու վախվխալով այս բառը բերանցս դուրս չգա, ես մտածում էի, որտեվ տարիներ առաջ Տեր, բայց այտենց ոնց կլինի ապրել։ Մի հատ դատարկ բառ դուրս չգա, այտենց ոնց կլինի։ Տերը ասեց ըլնում է, երբ որ իմ ներկայության մեջ ես ըլնում է։ Իմ լույսի մեջ ես, դու բոլորին օշնում ես, դու շողում ես, դու փայլում ես, դու ու իրոք, ինձ տեսել են ասել են դու փայլում ես։ Ինչ ես քսում, ասում եմ ոչ մի բան, դու փայլում ես, Աստծո լույսը երևում է։ Այդ է, որ մի հատ դատարկ բառ դուրս չգա, Սուրբ Հոգին քեզ իշխում է։ Դու քայլող ավետարան ես, դու վատ բան չունես, որ վատ բան դուրս գա։ Բայց երբ որ Հիսուսից դուրս ենք, կխայթենք էլ, կցավացնենք էլ, կսպանենք էլ։ Հովանեսի թղթերի մեջ է կարծեմ, ասում է նա, ով որ իր եղբորը չի սիրում, նա մարդասպան է, կամ ատում է, նա մարդասպան է, պարտադիր չի, որ դանակը առնես մտցնես, դու քո մեջ չես սիրում, ատում ես, դու արդեն մարդասպան ես, իսկ ամեն մարդասպան ասում է իր մեջ հավիտենական կյանք չունի, իսկ եթե երկնքի արքայությունը լինի քո ներսում, այնտեղ մենակ օշնանք է բխում։ Ստեփանոսին, որ քարկոծում էին, ինչ էր անում, ժողովուրդ, ասեց հայր մեղք մի համարի։ Ամեն մեկը ով գիտի մի այսքան քար վերցրե տալիս էին այդ խեղճ մարդու գլխին։ Մի հատ բառ ասեց Հիսուսը խաչի վրա, հայր ների չեն հասկանում։ Էդ է այն մարդը, որ արքայությունը ներսն է։ Բայց որ արքայություն չկա, հələ ոտը տրորի, քեզի կուտի։ Մեր եղբայրներից մեկը ժամանակին գողական կյանքի տղա է եղել, հետո որ ապաշխարում է, իհարկե ընկած վիճակ է ունենում, մի օր աղբերներից մեկը մի քիչ կոպիտ, չգիտեմ ինչ է խոսում։ Աղբեր դու գիտես ես աշխարհում ով եմ եղել։ Հա ինչ ես ասում, ուրեմն դու նույն այդ աշխարհի մեջ ես, եթե դու հիշում ես, որ դու աշխարհում ով ես եղել, յանում զգուշ խոսա էլի, ես զակոնի գող եմ եղել աշխարհում, ուրեմն դու հլը չես մեռել։ Այն մարդ Ստեփանոսին քարկոծում են, ասում էր Տեր ներիր, չեն հասկանում, դու ոտը տրորում են, դու գիտես ես աշխարհում ով եմ եղել։ Ուրեմն այդ նույն աշխարհը հլը քո մեջ է, հլը չես մեռել։ Դրա համար օշնեք, ձեր քուրախբերներին կարող է էդի հեշտ չի, երբ որ մարդկորեն ուզում ես, փորձում ես, բայց երբ որ Հիսուսի մեջ ես, այդ Հիսուսը քո մեջ ապրում է, այդ Հիսուսը չի կարա չսիրի, ինքը քո մեջ ապրում է, եթե դու Հիսուսի մեջ ես, Հիսուսը քո մեջ, ոչ թե պետք է խնդրենք Տեր, սեր տուր, Տեր, համբերություն տուր, պետք է ասենք Տեր, ապրի մեր մեջ, որ դու այդ ամեն ինչ անես, սիրես, ներես, համբերես, օշնես, բայց որ Հիսուսը չի ապրում, վայ, գլուխը տար ու փախի, որ հավատացյալները իրանց այդ հին բաներն են հիշում, դու գիտես ես ով եմ եղել, դու գիտես ես ավելի լավա չիմանամ։ Տերը օրհնի ժողովուրդ ջան, մի հատ էլ եմ ուզում երգեմ եւ ավարտենք, թանկագիններս, ավարտենք, թող Հիսուսը մեզ օգնի, ժողովուրդ, ինձանից սկսած, որ օշնություն լինենք, մեր շրջապատի համար, բոլոր այն մարդկանց, որ մեզ շրջապատում են, որ մեզ տեսնողները Հիսուսին տեսնեն, եւ մարդիկ ուզենան Հիսուսի մասին լսեն, այսօր շատ հավատացյալների բերանից, երբ որ Հիսուսի վկայությունը դուրս է գալի, չեն ուզում լսեն, որովհետեւ Հիսուս չեն տեսնում իրանց մեջ, ասում որ պետք է քո նման լինեմ, ավելի լավա չգամ, բայց որ Հիսուսին տեսնեն, կուզենան, իրանք էլ կուզենան, փոխվեն, հալելույա, փառք Տիրոջս,
Ելնեմ ճամփա ցուպը ձեռքիս, շատ լավ երգ է, հին երգերից է, անձը ուրանալու մասին է, Տերը օրհնի։ Հալելույա, փառք ես Տերս։ Ելնեմ ճամփա ցուպը ձեռքիս, ուրանամի փափուկ անձիս, ավետարան առնեմ գնամ, Տիրոջ գործում չթուլանամ, պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ, Տեր Հիսուսից կենաց պսակը սառնեմ, պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ, Տեր Հիսուսից կենաց պսակը սառնեմ, հեշտ թող թվա դժվար ճամփաս, Տեր ուզում եմ նմանվել քեզ, օտարական թեկուզ լինեմ, միայն իմ Տեր քեզ ճանաչեմ, պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ, Տեր Հիսուսից կենաց պսակը սառնեմ, պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ, Տեր Հիսուսից կենաց պսակը սառնեմ, ծառավ մարդուն ջրիցդ տամ ու հոգնաբեկ քո գիրկը գամ, հանք չեմ ոտքիդ շուքի ներքո, երջանիկ եմ զավակնեմ քո, պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ, Տեր Հիսուսից կենաց պսակը սառնեմ, պատերազմս պատերազմեմ ու հաղթեմ, Տեր Հիսուսից կենաց պսակը սառնեմ, հալելույա, ժողովուրդ ինչ բառեր էր ասում, ծառավ մարդուն ջրիցդ տամ, պետք է այդ ջրից ունենանք որ տանք, որ Հիսուսի հետ չհաղորդակցվենք, որտեղից ենք այդ ջրից տալու, կարանք ջուր տանք, չենք կարա, դրա համար պիտի Հիսուսի հետ հաղորդակցվենք, որ կարողանանք այդ ծառավ մարդկանց, որ իրոք Տիրոջ կարիք ունեն, այդ ջրից տանք, հալելույա, մի հատ կարճ աղոթեմ և ավարտենք թանկագիններս, Տեր օրհնի բոլորին, հալելույա, փառք քեզ, երկնքի արարիչ, գոհանում եմ քեզանից, Տեր, ամեն բանի համար, որ դու կառավարեցիր այս ընթացքը, դու վերցրեցիր իմ շուրթերը, դու սովորացրեցիր, Տեր, բոլոր լսողների սիրտն էլ քեզ են բերում Հիսուս, որ բոլոր այս սերմերը, որ ցանեցի քեզանով, ընկնի պարարտ հողի մեջ և պտուղ տա, հալելույա, որը 60, որը 90, որը 30, դու գիտես ամեն մեկին իր չափով, Տեր, օրհնյալ լինի քո սուրբ անունը, շնորհակալ եմ, օրհնում եմ քո յուրաքանչյուր զավակին, ներկա բացակա, փառք ես Տերս, շնորհակալ եմ, ամեն ինչում, ամեն բանում, փառավորվիր, օրհնվիր, մեծարվիր, Հայր որդի, Սուրբ Հոգի, հալելույա, ամեն։ Այո, ամեն թանկագիններս, Տերս փառավորվի մեր բոլորի կյանքում, որ մեր պատերազմը պատերազմենք, չնահանջենք ժողովուրդ, միշտ առաջ Հիսուսով, խաչին միշտ նայելով, հավատքի վահանով։ Դե լավ մնացեք, ժողովուրդ ջան, բարի խաղաղ գիշեր ձեզ,
օրհնյալ գիշեր Հիսուսիս ներկայությունով ողողված, Տերը օրհնի ձեզ։